Գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, գիտեք ես ուզում եմ նախ առաջ ասել, որ պետք է ապոկալիպտիկ այս մթնոլորտը չզարգացնել, որովհետև մեծ հաշվով Հայաստանում մենք տեսել ենք հազար ու մի տեսակի լոտոներ, բակերում կազինոներ, ասենք մեր բակում էլ կար, դպրոցից երեխեք գնում էին կազինո էին խաղում, տենց շատ լայն վատ բարքեր ենք տեսել եւ այլն, դրանք հաղթահարվել են քայլ առ քայլ, սկզբում կազինոները դուրս եկան քաղաքից, հետո այդ լոտոները ինչ որ կերպ մեր հասարակությունը հաղթահարեց այդ մոլուցքը լոտո խաղալու, այլևս հիմա ենթադրում եմ շատ քիչ են խաղում։ Հիմա մյուս երևույթն է հայտ եկել ինտերնետի զարգացման հետ, ինտերնետ բեթինգի ու ինտերնետ խաղերի ոլորտը, բայց էլի պետք չի պանիկայի մեջ ընկնել։ Այո, շատ վատ բան է, այո, ես էլ կարող եմ կոչ անել, բայց կոչերն ու գնահատականները այստեղ չեն օգնելու, օգնելու են կոնկրետ մեխանիզմները, որոնք որ ըստ էության օրենքներով արդեն սահմանված են։ Եվ դրանց անձնականացումը խաղացողների ըստ էության օպերատորի ներդրումով դա նույնպես իդենտիֆիկացիայի ենթակա է, մարդկանց եկամուտները եւ ծախսերը այս ոլորտում նույնպես իդենտիֆիկացվելու են եւ մեր կառավարության գործընկերները ես գիտեմ, որ ջանքեր չեն խնայում հնարավորինս շտապ եւ արագ օպերատորի հարցը լուծելու համար եւ մենք կգնանք հերթով այդ խաղացողների հետևից եւ կփորձենք իրենց սոցիալական ստատուսին համապատասխան արգելքները կիրառել։ Ինչը վերաբերում է հարկման մեխանիզմներին, սա նաև վարկագծային փոփոխության համար է արվում, որովհետև այդ միլիարդավոր դրամները գնում են կրթության մեջ, որտեղ երեխաներին որակյալ կրթություն է ապահովում, որակյալ ենթակառուցվածքներ, եւ նրանց այդ կրթական դաստիարակչական մեթոդներով նույնպես զերծ կպահենք նման վարկագծից եւ վարվելակերպից եւ որպեսզի իրենց ընտանիքի միջոցները շատ ավելի առողջ եւ լավ բաների վրա ծախսեն։ Շնորհակալություն։ Եվ կոչ եմ անում հանգստության, ուղղակի որտեղ բաներ կա, որի մասին դու 1000 անգամ շատ ես խոսում, ինքը ուժեղանում է, ոչ թե թուլանում է։ Մենք ենթադրում եմ, որ պետք է սա նույնպես